Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հնարավոր է համարել Սիրիայի հետ անվտանգության համաձայնագրի կնքումը Դամասկոսից հարավ գտնվող տարածքներն ապառազմականացնելու դեպքում, ինչպես նաև պայմանով, որ Իսրայելը շարունակի վերահսկել Գոլանի բարձունքների բուֆերային գոտին։ Մենք անպայման ակնկալում ենք, որ Սիրիան կստեղծի ապառազմականացված անվտանգության գոտի Դամասկոսից մինչև բուֆերային գոտի, ներառյալ իհարկե Հերմոն լեռան եւ դրա գագաթի մատույցները։ Մենք պահպանում ենք այս տարածքները Իսրայելի քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար, եւ սա է մեզ պարտավորեցնում։ Լավ ոգով եւ այս սկզբունքների ըմբռնմամբ կարելի է համաձայնության գալ նաեւ սիրիացիների հետ, բայց մենք ամեն դեպքում կպահպանենք մեր սկզբունքները, ասել է Նեթանյահուն։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փեսան գործարար Ջարեդ Քուշները առանցքային դեմք է դառնում Ուկրաինայի հակամարտության կարգավորման բանակցություններում։ Այս մասին գրում է CNN News-ը։ Քուշները, որը մի քանի շաբաթ եղել է ԱՄՆ պատվիրակության կազմում, ուկրաինացի պաշտոնյաների հետ երկու բարձր մակարդակի հանդիպումների ժամանակ կրկին դարձել է Թրամփի վարչակազմի դիվանագիտական ջանքերի առանցքային դեմքը, ընդգծել է CNN-ը։ CNN-ի եւ Wall Street Journal-ի տեղեկություններով Քուշները եւ Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը Մոսկվայում կմասնակցեն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններին։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ապրում է 28,000 գրիվնա աշխատավարձով, որը կազմում է մոտավորապես 50,000 ռուբլի, եւ նաեւ խնայողություններ ունի բիզնես նախագծերից։ Հաշվետվության համաձայն 2024 թվականին Զելենսկին վաստակում էր 28,000 գրիվնա, որը կազմում է երկրում պետական ծառայողի միջին աշխատավարձի կեսը։ Լրագրողների խոսքով հարմարավետ ապրելակերպ պահպանելու համար Զելենսկին հույսը դնում է քառորդ 95-ում աշխատելու ժամանակվա խնայողությունների վրա։ Զելենսկին լավ խնայողություն ունի, նա հաջողակ էր բիզնեսում, ուստի կարող է իրեն թույլ տալ եւ դա ըստ էության կարող է կամավոր աշխատել այս պաշտոնում, նշել է ուկրաինացի տնտեսագետ Վլադիմիր Դուբրովսկին։ Երեկվա դատական նիստից եւ լրագրողների հետ ճեպազրույցից րոպեներ հետո Արցախի նախագահը հրավիրվել է քննչական կոմիտե Բագրատ Սրբազանի գործով հարցաքննվելու նպատակով։ Այս մասին հայտնել է փաստաբան Ռոման Երիցյանը։ Նա նշել է, որ հարցաքննությունը տեղի կունենա այսօր։ Դեկտեմբերի 2-ին Գարեգին II ծայրագույն պատրիարք եւ ամենայն հայոց կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Թալինի տարածքային հոգեվոր հովիվ Տեր-Թադե Քահանա Թախմազյանը։ Տնօրինության համար հիմք է ծառայել Արագածոտնի թեմի վարչական խորհրդի զեկուցագիրը եւ Հայաստանյան Ծառաքելական Սուրբ Եկեղեցու Մայրաթոր Սուրբ Էջմիածնի պարգևների շնորհման եւ կարգապահական հարցերի հանձնախմբի եզրակացությունը ստորև ներկայացված հիմնավորումներով առ այն, որ Տեր-Թադե Քահանան վարկաբեկել է հայ եկեղեցին եւ եկեղեցականներին, այդ թվում հրապարակային զրպարտիչ հայտարարություն տարածելով։ Իրականացրել է հակաեկեղեցական գործողություններ, մասնակցելով կարգալույծ հռչակված անձի մեղքին։ Պատարակներին ամենայն հայոց կաթողիկոսի եւ թեմակալ առաջնորդի անունների հիշատակության հատվածը կամայականորեն զեղչել է, փաստացի շղթելով նվիրապետական կարգը իրեն դուրս դնելով եկեղեցուց եւ ըստ էության հարելով հերձվածողական շարժմանը։ Եկեղեցական իշխանության նկատմամբ դրսևորել է անհնազանդություն։ Կարգալույծ եկեղեցականն այսուհետ կդասվի աշխարհականների շարքին Արամայիս Թախմազյան Ավազանի անունով։ Ռուսաստանը չի կարող ռազմական առումով հաղթել Եվրոպային։ Այս մասին ըստ BBC-ի եւ Թելեգրաֆի Բրյուսելում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՆԱՏՕ-ի բարձրաստիճան պաշտոնյան անանուն մնալու պայմանով։ Պաշտոնյան արձագանքել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի Եվրոպայի դեմ կռվելու իր պատրաստակամության մասին հայտարարությանը։ Դաշինքի ներկայացուցչի խոսքով ՆԱՏՕ-ն միասնական է ինչպես երբեք իր դաշնակիցներին պաշտպանելու հարցում։ ՆԱՏՕ-ի բարձրաստիճան պաշտոնյան նաեւ հիշեցրել է Հյուսիսատլանտյան պայմանագրի 5-րդ հոդվածը փոխադարձ պաշտպանության մասին։ Նրա կարծիքով Ռուսաստանը ուժեր կամ հնարավորություններ չունի իրականում ռազմական առումով հաղթելու համար։ Ռուսաստանը չի զիջելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի կողմից առաջարկված Ուկրաինայում հակամարտության կարգավորման խաղաղության ծրագրի 3 կետերի հարցում, հաղորդում է ամերիկյան NBC News-ը։ Լրագրողների խոսքով այդ կետերից մեկը Դոնբասի տարածքի նկատմամբ վերահսկողությունն է։ Հերոստալիքը նաև հաղորդել է, որ Ռուսաստանը չի զիջելու Ուկրաինայի զինված ուժերի թվաքանակի սահմանափակման կամ Եվրոպայի եւ ԱՄՆ-ի կողմից նոր տարածաշրջանների ճանաչման հարցում։
Դեկտեմբերի 3-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպել է ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆի հետ։ Ռուսական կողմից բանակցություններին մասնակցել են նախագահի օգնական Յուրի Ուշակովը եւ նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը, Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի գործադիր տնօրենը։ Ամերիկյան կողմից մասնակցել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փեսան Ջարեդ Քուշները։ Վրաստանը չի ճանաչում Աբխազիան եւ Հարավային Օսիան, ուստի ներկայումս քաղաքական երկխոսությունը վերսկսելու նախադրյալներ չկան։ Այս մասին հաղորդել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը։ Ռուսաստանի եւ Վրաստանի միջև քաղաքական երկխոսությունը վերսկսելու նախադրյալներ չկան, քանի որ Թբիլիսին պահպանում է նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլու ռեժիմի ժամանակ որդեգրած դիրքորոշումը։ Դիվանագիտական հարաբերությունների վերականգնումը կապել Ռուսաստանի կողմից Աբխազիայից եւ Հարավային Օսիայից հրաժարվել հետ հայտարարել է արտաքին գործերի նախարարությունը։ Վերջինս այս պահանջը համարել է անիրատեսական։ Այո, սպասում էի, որ կարգալույց կլինեմ։ Այս մասին Եվրամեդիա 24-ի հետ զրույցում ասել է կարգալույց հռչակված Տեր-Թադե Քահանա Թախմազյանը, նշելով, որ առայժմ չի ցանկանում որևէ մեկնաբանություն անել։ Ավելի վաղ Տեր-Թադեն հայտարարությամբ էր հանդես եկել, նշելով, թե միանում է եկեղեցու դեմ դուրս եկած իր քահանա ընկերոջը Հովանավանքի նախկին հոգևոր հովիվ Տեր Ստեփան Ասատրյանին։ Տեր-Թադեն նշել էր, թե իբր եկեղեցու ներսում եղբայրասիրությունը վտանգված է, իսկ ազատ խոսքն անարգված։ Նա նաև մասնակցել էր Ստեփան Ասատրյանի կողմից Հովանավանքում մատուցված կեղծ պատարագին։ Հոգևորականները պետք է քաղաքական դիրքորոշում ունենան։ Այս մասին Եվրամեդիա 24-ի տաղավարում հարցազրույցի ժամանակ ասել է սահմանադրագետ Գոհար Մելոյանը։ Նրա խոսքով սահմանադրությունը չի կաշկանդում հոգևորականներին։ Հոգևոր հայրերի համար իրենք մշտապես ազգային խնդրահարույց իրավիճակներում հանդես են եկել իրենց խոսքով, մշտապես իրենք եղել են եկեղեցին այն կառույցն է հանդիսացել ու իզուր չէ նաև մեր սահմանադիրների հեռատես ու կուռ կամքը, որ մեր սահմանադրության մեջ հայ առաքելական Սուրբ եկեղեցու առանցքային դերը ընդգծված է։ Որն է առաքելությունը հայ եկեղեցու նպատակը։ Ուղղակիորեն սահմանադիրը ասում է եկեղեցու հիմնական գործունեության նպատակներից է հայի ինքնության պահպանումը եւ մշտապես եկեղեցին դարերի ընթացքում տարբեր իրավիճակներում անգամ երբ մենք պետականություն չենք ունեցել, հենց իր կուրկամքով, հայտարարություններով, իր վճռական քայլերով մեր հոգևոր հայրերի դեմքով ապահովել ու հասցրել է մեզ 21-րդ դար։ Իսկ ի հեճուկս ու ի տարբերություն եկեղեցու, ում համար չկա կոնկրետ վարքագծի արգելք մեր օրենսդրությամբ, վարչապետը դա բարձրաստիճան պաշտոնական անձ է ու իր համար իր անելիքների հստակ շրջանակ կա։ Ու այս ամենը ինչ տեղի է ունենում իշխանության եւ պաշտոնատար անձանց կողմից։ Դա կոնկրետ օրենքի շրջանակների սահմաններից դուրս գալ է։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ազգային ժողովում խոսել է պետական պարտքի ավելացման մասին։ Երկրի ղեկավարը մատնանշել է դրա պատճառներից մեկը՝ Արցախի հետ կապված չնախատեսված ծախսերը։ Հաջորդը, այս մի ուղղությունն է, հաջորդ ուղղությունը ինչ որ պարտքը ավելացա, կապված է Ղարաբաղի փախստականների եւ Ղարաբաղի հետ կապված չնախատեսված ֆունկցիաների ծախսի համար։ Ուրիշ պատմություն սրա տակ չկա եւ պարզապես գոյություն չունի։ Չեմ ասում, իհարկե նախկինում եղել են վարկային պայմանագրեր եւ այլ, այսինքն ինչ որ բնական ունաչ պետքա նախատեսված լինի։ Բայց ընդհանուր առմամբ գնահատելով կառավարության նախորդող շրջանի աշխատանքը, ես ուզում եմ ասել հարգելի գործընկերների միջալոց ուզում եմ ասեմ, որ երբ որ կառավարություն ասում եմ, նկատի ունեմ իհարկե ներառյալ քաղաքական մեծամասնության, խորհրդարանական մեծամասնությունը, որովհետև պարզ է, որ առանց խորհրդարանական աջակցության կառավարությունը չի կարող աշխատել։ Քաղաքական մեծամասնության աշխատանքը ես ուզում եմ ասել, որ ես լավ եմ գնահատում իր աշխատանքը։ Բայց ամենակարևորը տնտեսական ցուցանիշները չեն։ Ամենակարևորն է նա, որ մենք Հայաստանը դուրս ենք բերել թակարդից։ Հայաստանը դուրս ենք բերել աշխարհաքաղաքական թակարդ։ Եթե Եվրոպան պատերազմ սկսի Ռուսաստանի հետ, այն շատ արագ կավարտվի։ Այս մասին ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը տարածաշրջանում ռազմական գործողությունների մասին ՎՏԲ Ռուսաստանը կանչում է ֆորումում իր ելույթից հետո լրագրողների հետ զրույցի ժամանակ, հաղորդում է Լենտարոյի թղթակիցը։ Պետության ղեկավարի խոսքով եվրոպական երկրների հետ պատերազմի դեպքում Ռուսաստանը կգործի այլ կերպ, քան Ուկրաինայում։ Կարծում եմ դա շատ արագ կլինի, սա Ուկրաինան չէ։ Ուկրաինայի հետ մենք գործում ենք զգուշորեն, պատճառաբանել է Ռուսաստանի առաջնորդը։
Նիդերլանդները մտադիր է մոտ ժամանակներս փակել Ուկրաինայից փախստականների ընդունման կենտրոնները, այս մասին հայտնում է The Telegraph պարբերականը։ Հողում անելով միգրացիայի եւ ապաստանի հարցերով նախարարի պաշտոնակատար Մոնա Քեյզերին։ Հրապարակման համաձայն Նիդերլանդները ձգտում է հնարավորինս շուտ փակել ուկրաինացի փախստականների ընդունման կետերը, քանի որ դրանց պահպանումը շատ թանկ է բյուջեի համար։ Քեյզերի խոսքով այս ֆոնին Նիդերլանդները երկիր ժամանած ուկրաինացիներին ինքնուրույն բնակության անցնելու ծրագիր է պատրաստում։ Բացի այդ, Ուկրաինայի քաղաքացիները կկորցնեն իրենց առանձին կարգավիճակը եւ պարտավոր կլինեն ինքնուրույն վճարել համալսարաններում ուսման եւ բժշկական ապահովագրության համար։ Պարբերականի տվյալներով ընդունելության որոշ կետեր կարող են վերածվել սովորական բնակարանի։ Շվեյցարիա ազգային խորհուրդը որոշել է մեղմացնել շվեյցարական զենքի պատերազմական գոտի ներարտահանումն ու վերարտահանումը արգելող օրենքը։ Այս մասին հայտարարվել է երկրի խորհրդարանի կայքում։ Երեքշաբթի օրը մեծ պալատը 120 կողմ 63 դեմ եւ 12 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդհանուր քվեարկությամբ հաստատել է ռազմական նյութերի մասին օրենքի մի քանի մեղմացումներ, ասվում է հայտարարության մեջ։ Այնուհետև օրինագիծը կներկայացվի պետությունների խորհրդին, քվեարկության եւ հավանաբար հետագայում կդրվի հանրաքվեի։ Օրինագծում բացատրվում է, որ 25 արևմտյան երկրների խումբը շատ ավելի մեծ ազատություն կունենա, քան այսօր ունեն կոնֆեդերացիայից զենք եւ ռազմական տեխնիկա գնելիս։ Նույնիսկ եթե նրանք ներգրաված լինեն ռազմական գործողություններում, Շվեյցարիան իրավունք կունենա նրանց զենք մատակարարել։ Բացառություններ կկատարվեն այն երկրների համար, որոնք բազմիցս եւ զգալիորեն խախտում են մարդու իրավունքները։ Միևնույն ժամանակ, ինչպես նշված է փաստաթղթում, Շվեյցարիայի կառավարությունը պահպանում է ցանկացած ռազմական մատակարարման վրա վետո դնելու իրավունքը, հատկապես այն դեպքերում, երբ նրա անդամները կարծում են, որ զենքի վաճառքը կարող է սպառնել երկրի չեզոքությանը։ Պենտագոնի մամուլի քարտուղար Քինգսի Ուիլսոնը հերքել է այն ենթադրությունները, որ Իրանը կարող է վերսկսել իր միջուկային ծրագիրը, հայտարարելով, որ դրա ոչնչացման ԱՄՆ գործողությունը հաջող է եղել։ Կարող եմ ասել ձեզ, որ գիշերային մուրճ գործողությունը լիակատար հաջողություն էր։ Իրանի միջուկային ներուժը լիովին ոչնչացվել է, ասել է նա լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները այլևս ֆինանսապես չի մասնակցում ուկրաինական ճգնաժամին։ Նա նշել է, որ երկիրը հանձնառու է դադարեցնելու հակամարտությունը։ Այս մասին հաղորդել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։ Ինչպես գիտեք, մենք խնդիր ունենք Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև հակամարտության հետ կապված, որը մեր ժողովուրդը ներկայումս փորձում է լուծել։ Մենք այլևս ֆինանսապես չենք մասնակցում այդ հակամարտությանը, ասել է ԱՄՆ նախագահը։ ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆը եւ ամերիկացի առաջնորդի փեսան Ջարեդ Քուշները ըստ բրիտանական Times թերթի փաստացի հեռացրել են Կիևի համար ավելի բարենպաստ համարվող ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոին Ուկրաինայի խաղաղության բանակցություններից։ Նախագահ Թրամփի փեսան եւ Սպիտակ տան հատուկ դեսպանորդը գրեթե 4 տարվա պատերազմից հետո դարձել են Ամերիկայի առաջատար բանակցողները Ռուսաստանի հետ։ Գործնականում անտեսելով ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոին հայտնել է հրատարակությունը։ ԱՄՆ վարչակազմը քննարկում է գործող մուտքի արգելքը 19-ից մինչև մոտ 30 երկիր ընդլայնելու հարցը։ Վաշինգտոնում ազգային գվարդիայի զորքերի վրա տեղի ունեցած աղմկահարույց հարձակումից հետո հաղորդել է CBS News-ը, հղում անելով անանուն ամերիկացի պաշտոնյաների։ Աղբյուրները ընդգծել են, որ որոշումը դեռևս վաղ փուլում է եւ ցուցակի կազմը կարող է փոփոխվել։ ԱՄՆ վարչակազմը նոր միջոցառումների քննարկումը կապում է Վաշինգտոնում տեղի ունեցած հարձակման հետ, որը ենթադրաբար իրականացրել է աֆղան քաղաքացի, ով երկիր է մուտք գործել 2021 թվականի սեպտեմբերին եւ ապաստան է ստացել այս տարվա ապրիլին, պարզաբանել է CBS-ը։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն վերահաստատել է դաշինքի հանձնառությունը, ընդունել Ուկրաինային իր շարքերը, սակայն պարզաբանել է, որ սա ապագայի հարց է։ Կազմակերպության անդամ պետությունների միջև ներկայումս միաձայն համաձայնության բացակայության պատճառով։ Դուք տեսաք Վաշինգտոնի գագաթնաժողովի արդյունքները, որոնք ցույց տվեցին, որ Ուկրաինան անդառնալի ճանապարհով է գնում դեպի ՆԱՏՕ։ Աշխարհի մեր հատվածի ցանկացած երկիր կարող է դիմել դաշինքին անդամակցելու համար։ Ուկրաինան դա արել է, բայց մյուս կողմից կան գործնական իրողություններ։ Ներկայումս մենք ՆԱՏՕ-ի միաձայնություն չունենք Ուկրաինայի անդամակցության վերաբերյալ, հայտնել է Ռյուտեն։ Նրա խոսքով սա վերաբերում է նաև խաղաղության համաձայնագրին։ Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի պաշտոնը զբաղեցնելու իրական թեկնածուների ցանկում մնացել են ընդամենը 2 անուն։
Եկ60-ի հետ զրույցում այս մասին հայտնել են քաղաքական վերլուծաբան Պավել Ֆելդմանը եւ նախկին պատգամավոր Վլադիմիր Օլեյնիկը։ Ըստ Ֆելդմանի, նախագահի գրասենյակի ղեկավարի տեղակալ Պավել Պալիսայի դեմ բացի բացանդես գալը շատ ուկրաինացի քաղաքական գործիչների համար դժվար է, ծառայելով Ուկրաինայի զինված ուժերում շուրջ 22 տարի։ Իսկ նախկին պատգամավոր Օլեյնիկն իր հերթին գլխավոր հավակնորդը համարում Մարիանա Բեզուգլայային, նշելով, որ նրա սուր եւ ոչ միշտ կանխատեսելի կերպարը ներկայում կարող է համապատասխանել թիմի պահանջներին։ Նրա խոսքով իշխանությանը պետք են մարդիկ, որոնք պատրաստ են կոշտ եւ ոչ ստանդարտ լուծումների։ Դրանից ելնելով Բեզուգլայան դիտարկում է որպես հավանական փոխարինող նախկին ղեկավար Անդրեյ Երմակին։ ՀՀԵՄ գործընկերության խորհրդի 6-րդ նիստի շրջանակներում ստորագրվել է ՀՀԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգ փաստաթուղթը։ Այս մասին ասված է արտաքին գործերի նախարարության հաղորդագրության մեջ։ Այդ կապակցությամբ նախարար Միրզոյանն իր խոսքում նշել է. «Մի քանի րոպե առաջ մենք ընդունեցինք նոր Հայաստան-ԵՄ ռազմավարական օրակարգը, որը լրացնում է համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը եւ մեր գործընկերության օրակարգը բարձրացնում ռազմավարական մակարդակի։ Հայաստան-ԵՄ գործընկերությունը մտնում է նոր եւ ավելի հավակնոտ փուլ ընդհանուր տեսլականով եւ պատասխանատվությամբ միտված մեր քաղաքացիների համար կոնկրետ արդյունքների շարունակական ապահովմանը», ասել է Միրզոյանը։ Նախագահի հրամանագրով ներում է շնորհվել Արմավիր քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող դատապարտյալներից մեկին։ Հուսով եմ, որ այս պրակտիկան եւս կլինի շարունակական։ Այս մասին հայտնել է Հայաստանի արդարադատության նախարար Սրփուհի Գալյանը։ Նա նաեւ նշել է, որ համաներում դեռ չի ակնկալվում եւ մանրամասնել։ Դա չի նշանակում, որ պետությունը քայլեր չի ձեռնարկում անազատության մեջ գտնվող անձանց ազատ արձակելու գործիքակազմերը կատարելագործելու ուղղությամբ։ Խոսքը պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու ինստիտուտի մասին է։ Կցանկանայի նշել, որ այս թվականի նոյեմբերի 24-ի դրությամբ այս գործիքի կիրառման պատժից ազատվել է 151 անձ։ Ինչ վերաբերում է կատարելագործման ուղղություններին, ապա մենք կատարելագործում ենք անձանց գնահատման բալային համակարգը, կենտրոնանալով անհատականացման մոտեցման վրա։ Սա նշանակում է, որ քրեակատարողական ծառայողները եւ պրոբացիայի ծառայողները պետք է ավելի լավ աշխատեն, որպեսզի ավելի լավ եւ ճիշտ գնահատեն անձի դրսեւորած վարքագիծը պատիժը կրման ընթացքում, նրա վերասոցիալականացման աստիճանը եւ պատրաստ լինելու աստիճանը վերադառնալ դեպի մեր հասարակություն, նշել է Սրփուհի Գալյանը։ Իշխանության հրահանգով ձևավորվել է գաղտնալսումների խայտառակ եւ ամբողջությամբ անօրինական մեխանիզմ։ Նման բացահայտում է արել Անտիկորը։ Քննչական կոմիտեում Անտիկորի աղբյուրները հայտնել են, որ արդեն տևական ժամանակ է քաղաքական իշխանության ուղիղ հրահանգով ձևավորվել է գաղտնալսումների խայտառակ եւ ամբողջությամբ անօրինական մեխանիզմ, որը կիրառվում է հատկապես ընդդիմադիր գործիչների, անհնազանդ պաշտոնյաների եւ իշխանությանը անհարմար քաղաքացիական ակտիվիստների նկատմամբ։ Աղբյուրների փոխանցմամբ ազգային անվտանգության ծառայությունն իրականում գաղտնալսում է առանց որևէ թույլտվության 24 եւ 7 ռեժիմով։ Այսինքն նախ գաղտնալսում են, իսկ թույլտվությունը վերցնում են միայն այն պարագայում, երբ սպառնում է բացահայտում կամ երբ պետք է ապացույց ձևավորել։ Ըստ քննիչների, երբ որևէ բան են գտնում, արդեն հետո են դիմում դատարան, հետին թվով թույլտվություն ստանալու համար։ Քննիչների խոսքով գործնականում գրեթե ամեն գաղտնալսում օրինականացվում է հետին թվով, իսկ դատավորների գրասենյակները կարկատում են հետադարձ ամսաթվերով որոշումներ, որպեսզի ստեղծվի իրավաչափության պատրանք։ Անտիկորի տվյալներով ընդդիմադիր կամ իշխանությանը ոչ հարմար անձանց նկատմամբ գործում է գաղտնի փաստացի քաղաքական գործընթաց։ Ապօրինի գաղտնալսումից ստացված խոսակցությունը օրենսգիրքը չի թույլատրում որպես ապացույց օգտագործել, քանի որ դրանք ոչ մեծ կամ միջին ծանրության հանցանքների մասին են։ Այդ ձայնագրությունները ուղարկվում են վարչապետի աշխատակազմ։ Աշխատակազմը դրանք հանձնում է իր վերահսկողության տակ գտնվող լրատվամիջոցներին։ Լրատվամիջոցները հրապարակում են որպես արտահոսք մամուլում։ Իսկ դրանից հետո արդեն իրավապահները հղում են կատարում մամուլում հայտնված հրապարակմանը եւ դրա հիմքով հարուցում գործ ու ներկայացնում կալանքի միջնորդություն։ Այս սխեման արդեն կիրառվել է մի շարք ընդդիմադիր գործիչների նկատմամբ եւ ընկնում է քաղաքական հետապնդման դասական մոդելի մեջ, ասված է Անտիկորի բացահայտման մեջ։ ԱՄՆ արևելյան հայոց թեմն իր զորակցությունն է հայտնել Վեհափար Հայրապետին հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. Այս դժվարին օրերին ԱՄՆ արևելյան հայոց թեմի ողջ հոգևոր դասն Իրան մնացած ծերն ու զորակցությունն է հայտնում Մայրաթոր Սուրբ Էջմիածնի եւ Գարեգինբը ամենայն հայոց կաթողիկոսին։
Եվրամիությունը 2022 թվականի փետրվարից ի վեր Ուկրաինային արդեն տրամադրել է ավելի քան 187 միլիարդ եվրոյի օգնություն, հայտարարել է Եվրամիության արտաքին գործերի նախարար Կայա Կալասը։ Եվրամիությունն արդեն Ուկրաինային տրամադրել է ավելի քան 187 միլիարդ եվրո, ասել է նա Բրյուսելում Եվրամիության պաշտպանության նախարարների հանդիպումից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսում։ Նոյեմբերի 13-ին Եվրահանձնաժողովի տնտեսական հարցերով հանձնակատար Վալդիս Դոմբրովսկիսը հայտարարեց, որ Եվրամիության բազմամյա բյուջեն չի կարող ֆինանսավորել Ուկրաինայի կարիքները, որոնք ըստ արժույթի միջազգային հիմնադրամի տվյալների կազմում են 135.7 միլիարդ եվրո մակրոֆինանսական եւ ռազմական օգնություն 2026-2027 թվականների համար։ Հոկտեմբերին Դոմբրովսկիսը հայտարարեց, որ Եվրամիությունը այլընտրանք չունի, բացի Ռուսաստանի Դաշնության կենտրոնական բանկի ակտիվներն օգտագործելուց որպես Ուկրաինային վարկ տրամադրելու հիմք։ Ճապոնիան մեծ հետաքրքրությամբ ուշադիր հետևում է Ուկրաինայի շուրջ բանակցություններին, հայտարարել է Ճապոնիայի կառավարության գլխավոր քարտուղար Մինորու Կիհարան։ Տոկիոն գիտի, որ Մոսկվան եւ Վաշինգտոնը շուտով կարող են բանակցություններ վարել, նշել է գլխավոր քարտուղարը։ Մեր երկիրը մեծ հետաքրքրությամբ ուշադիր հետևում է դրան, ասել է քաղաքական գործիչը։ Կիհարան հավելել է, որ Ճապոնիան հույս ունի, որ Ուկրաինայում շուտապույտ խաղաղություն կհաստատվի։ Քաղաքական գործչի կարծիքով Տոկիոն պետք է աջակցի Կիևին։ Հունգարիան չի կարող հրաժարվել Ռուսաստանի հետ էներգակիրների մատակարարման շուրջ շփումներից։ Այս մասին ճշմարտության ժամ հաղորդման ժամանակ հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի եւ տնտեսական հարաբերությունների նախարար Պետեր Սիարտոն։ Մենք չենք կարող թույլ տալ հրաժարվել դիվանագիտական ուղիներից եւ պահպանել հարաբերությունները մի երկրի հետ, որը մեզ մատակարարում է մեր էներգակիրների զգալի մասը, եւ որը անկախ նրանից, թե դա մեզ դուր է գալիս թե ոչ, ապագայում կդառնա որոշիչ խաղացող ոչ միայն եվրոպական, այլև համաշխարհային անվտանգության համակարգում, ասել է Հունգարիայի արտաքին գործերի նախարարը, մեկնաբանելով Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի այն հայտարարությունը, որ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը նոյեմբերի 28-ին Մոսկվա է մեկնել առանց Եվրամիության հաստատման, Սիարտոն ընդգծել է, որ անցել են այն օրերը, երբ Բուդապեշտը ստիպված էր Բերլինից թույլտվություն խնդրել որևէ բան անելու համար։ Արագածոտնի թեմի հոգևորականաց դասը հայտարարություն է տարածել իր հավատարմությունը հայտնելով վեհափառին։ Հայտարարության մեջ ասվում է. անդրադառնալով վերջին ամիսներին մեր հայ առաքելական Սուրբ եկեղեցու հանդեպ դրսից եւ ներսից աննախադեպ հարձակումներին ու ոտնձգություններին եւ ներկակացությանը մենք վերահաստատում ենք, որ խոնարհվելով ամենակալ Տիրոջ առջև անվերապահորեն հավատարիմ ենք մեր կատարած ուխտին հայ առաքելական Սուրբ եկեղեցու վարդապետության նվիրապետությանը, նրա կանոններին ու սկզբունքներին։ Հավատարիմ ենք Մայրաթոր Սուրբ Էջմիածնին եւ նրա գահակալին Գարեգին Բ. ամենայն հայոց կաթողիկոսին։ Խստորեն դատապարտում ենք Սուրբ Պատարագի արարողության ընթացքում վեհափառ հայրապետին վերաբերող հատվածների միտումնավոր զեղչումները։ Այն հակականոնական է, ոչ պատշաճ վերաբերմունք հայ եկեղեցու նվիրապետության նկատմամբ ու պառակտիչ դրսևորում, ասված է հայտարարության մեջ։ 2026 թվականի հերթական խորհրդարանական ընտրություններում քաղաքացիական պայմանագրի համամասնական ցուցակումը ընդգրկվելու համար տեխնացուները կարող էին ինքնաառաջադրվել նոյեմբերի 1-ից մինչև նոյեմբերի 30-ը ներառյալ։ Ըստ տեղեկությունների Երկրապահ կամավորականների միության նախագահ Սասուն Միքայելյանը առաջադրվել է քաղաքացիական պայմանագրի 2026 թվականի խորհրդարանական նախընտրական ցուցակում, իսկ քաղաքացիական պայմանագրի падգամավոր Քրիստինե Պողոսյանն այսօր ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ 2026-ին ՔՊՕ-ով падգամավոր չի դառնալու։ Պոլիտիկոյի տվյալներով Ուկրաինայի ղեկավար շրջանակներում ձևավորվել է տպավորություն, որ Վաշինգտոնը ցանկանում է բանակցությունների ընթացքում շրջանցել նախագահ Վոլոդիմիր Զելենսկուն։ Հոդվածը հղում անելով անանուն մի պաշտոնյայի նշել է, որ Կիևում մտահոգված են, ԱՄՆ-ն այժմ փորձում է առանձին խորհրդակցել Ռուսաստանի նախագահի հետ եւ արդեն հետո վերադառնալ Ուկրաինայի հետ քննարկումների ձևաչափին։ Աղբյուրի խոսքով ուկրաինացի պաշտոնյաների մոտ ստեղծվել է մտավախություն, որ ԱՄՆ Ռուսաստան շփումներում կարող են քննարկվել հարցեր առանց Կիևի անմիջական մասնակցության։ Պաշտոնյան խոսել է անանուն, նշելով, որ բանակցային գործընթացի որոշ մանրամասներ չափազանց զգայուն են հրապարակայնացման համար։
Հոդվածում ընդգծվում է, որ իրավիճակը ավելացնում է անվստահությունը Կիևի ներսում եւ բարդացնում Ուկրաինայի միջավայրում արկա քաղաքական լարվածությունը։ Ավելի վաղ Զելենսկին հայտարարել էր, որ Ֆլորիդայում կայացած ուկրաինական եւ ամերիկյան պատվիրակությունների հանդիպումից հետո առաջացել են դժվար կետեր, որոնք պահանջում են լրացուցիչ աշխատանք։ Նրա խոսքով Ուկրաինայի ներկայացուցիչները առաջիկայում կմեկնեն Եվրոպա, ամերիկյան բանակցությունների արդյունքները եվրոպական գործընկերների հետ քննարկելու համար։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իսրայելի համար չափազանց կարևոր է համարում Իսրայելի նոր իշխանությունների հետ երկխոսության պահպանումը։ Կարևոր է, որ Իսրայելը պահպանի ամուր եւ անկեղծ երկխոսություն Սիրիայի հետ, որպիսի ոչինչ չխանգարի վերջինիս դառնալ բարգավաճ պետություն, հայտնել է նախագահը։ Ինչպես նշել է ամերիկացի առաջնորդը, Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը կարևոր պատմական հնարավորություն է։ Իսրայելը իր զորքերը տեղափոխել է բուֆերային գոտի եւ Հերմոն լեռան սիրիական կողմ 2024 թվականի դեկտեմբերին, Դամասկոսում իշխանափոխությունից հետո։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն դա բացատրել է նրանով, որ Սիրիայի հետ 1974 թվականին ստորագրված ուժերի տարանջատման մասին համաձայնագիրը դադարել է ուժի մեջ լինել։ Հունաստանի պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասը հայտնել է Աքիլեսյան Վահան անվամբ համապարփակ ռազմական դոկտրինի մասին։ Այդ դոկտրինի նպատակն է պաշտպանել Էգեան ծովը ցամաքից, ջրից եւ օդից։ Թուրքական աղբյուրը նշում է, որ այդ դոկտրինը ուղղված է Թուրքիայի դեմ։ Դենդիասը նշել է, որ Թուրքիան սպառնալիք է ներկայացնում իր երկրի համար եւ հավելել, որ պատմության մեջ առաջին անգամ Էգեան ծովի պաշտպանությունը չի սահմանափակվի միայն նավատորմով, այլ նաև կլինեն հրթիռային համակարգեր։ Հունաստանի պաշտպանության նախարարը նաև նշել է, որ Ֆրանսիայում կառուցված առաջին Բելհարա ֆրեգատը, պահակային ծառայության ռազմանավը, շուտով կլինի Հունաստանում։ Բացի այդ նավատորմին կմիանան այլ Բեհարա եւ իտալական Բերգամինի դասի նավեր, ինչը նավատորմին ավելի լայն ազդեցություն կտա արևելյան միջերկրականում։ Եզրափակելով Դենդիասը շեշտել է, որ Հունաստանը երբեք չի ընդունի Թուրքիա-Լիբիա ծովային իրավասության մասին համաձայնագիրը։ Եղանակը առաջիկա օրերին Երևանում դեկտեմբերի 3-ից 3-ը 4-ից 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, դեկտեմբերի 7-ի երեկոյան ժամերին 8-ին սպասվում է անձրև, մարզերում դեկտեմբերի 3-ից 3-ը 4-ից 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, դեկտեմբերի 7-ից 3-ն առանձին շրջաններում, 8-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում ձյան եւ ձնախառն անձրևի, հովտային շրջաններում անձրևի տեսքով, քամին արևմտյան 2-ից 5 մետր վարկյան, օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 7-ից 8-ին կնվազի 2-ից 5 աստիճանով։